Բարև ձեզ Փաստինֆոյի եթերում տողատակում հաղորդաշարն է, որի շրջանակներում փորձելու ենք հասկանալ արդյոք Հայաստանը պատրաստ է տարածաշրջանային մեծ առևտրին։ Իսրայել Հայոմ թերթը գրում է. Նեթանյահուն լուրջ մտավախություն ունի, որ Թրամփը կհրաժարվի Իրանի նկատմամբ իր կոշտ դիրքորոշումից։ Թրամփը վախենալով Իրանի հետ երկարատև ու անվերջ պատերազմի մեջ ներքաշվելուց կարող է գնալ համաձայնության, որը կսահմանափակվի միայն միջուկային խնդիրներով։ Իսրայելի վարչապետին անհանգստացնում է այն, որ Թրամփը չնայած իր նախկին սպառնալիքներին, Իրանի կողմից նվազագույն միջուկային համագործակցության դեպքում կարող է այդ համաձայնագիրը ներկայացնել որպես հնարավորությունների պատուհան, արդյունքում ԱՄՆ-ն իր ուշադրությունը կկենտրոնացնի այլ ուղղությունների վրա, Իսրայելին թողնելով միայնակ։ Այս լուրը վերլուծելիս պետք է ուշադրություն դարձնել հետևյալ տողատակերին։ Թեև Թրամփը համարվում է Իրանի երդվյալ թշնամին, նրա հիմնական կարգախոսն է ավարտել անվերջանալի պատերազմները։ Տողատակում սա նշանակում է, որ Թրամփի համար Ամերիկայի տնտեսական շահն ավելի բարձր է, քան Իսրայելի անվտանգային ամբիցիաները։ Նա չի ցանկանում երկրորդ Վիետնամ կամ Աֆղանստան ստանալ Իրանում։ Նեթանյահուի համար սա մղջավանջային սցենար է։ Եթե ԱՄՆ-ն կնքի նույնիսկ թույլ միջուկային գործարք, դա Իրանին կտա լեգիտիմություն եւ ժամանակ։ Տողատակում սա նշանակում է, որ Իսրայելը կարող է կորցնել ԱՄՆ-ի ռազմական մահակը Իրանի դեմ օգտագործելու հնարավորությունը։ Տեքստի վերջին տողը ամենակարևորն է։ Փաստացի Իրանի միջուկային եւ ռազմական ենթակառուցվածքներն այնքան խորն են թաքնված հողի տակ եւ այնքան ապակենտրոնացված են, որ նույնիսկ ԱՄՆ-ի հզորագույն օդուժը չի կարող հարցը վերջնական լուծել։ Սա նշանակում է, որ ռազմական լուծումը գոյություն չունի առանց լայնածավալ ցամաքային ներխուժման, ինչին ԱՄՆ-ն երբեք չի գնա։ Նեթանյահուն հասկանում է, որ Թրամփը սիրում է մեծ գործարքներ։ Թրամփը կարող է կնքել մի կոսմետիկ պայմանագիր, այն հռչակել պատմական հաղթանակ եւ հեռանալ տարածաշրջանից Իսրայելին դեմ առ դեմ թողնելով հզորացած Իրանի եւ նրա պրոքսի ուժերի, այսինքն Հեզբոլլահի եւ Համասի հետ։ Այս լուրը փաստում է, որ Իսրայելը կորցնում է իր բարձրաձակ ազդեցությունը Վաշինգտոնի վրա։ Նեթանյահուի այցը ոչ թե բարեկամական է, այլ ճգնաժամային, նպատակ ունենալով թույլ չտալ, որ ԱՄՆ-ն ճակերտավոր ծախի Իսրայելի շահերը հանուն իր սեփական հանգստության։ Էրդողանն էլ նոր ռազմաքաղաքական բլոկ է ձևավորում։ Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը պաշտոնական այցեր է կատարել Սաուդյան Արաբիա եւ Եգիպտոս։ Թագավորությունում նա բանակցություններ է վարել երկրի ղեկավարության հետ եւ քննարկել հարցերի լայն շրջանակ։ Հասկանալի է, որ Թուրքիայի հարաբերությունները Սաուդյան Արաբիայի եւ Եգիպտոսի հետ բազմաշերտ բնույթ ունեն էներգետիկայից եւ արդյունաբերությունից մինչեւ տարածաշրջանային քաղաքականություն։ Օրակարգում են նաև սուր թեմաներ՝ լարվածությունը Իրանի շուրջ, Գազայի վերականգնումը, Սոմալիի մասնատման ռիսկերը, Սիրիայի ճգնաժամը եւ Սուդանի հակամարտությունը։ Առանձնակի նշվում է պաշտպանական արդյունաբերության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Սակայն այցի իրական պատճառներն ավելի խորն են։ Անկարան ձգտում է կառուցել նոր ռազմաքաղաքական դաշինք՝ ի պատասխան տարածաշրջանային անվտանգության ավելի վտանգավոր կոնֆիգուրացիայի։ Հենց այս խնդիրն է Էրդողանին տարել Ռիադ եւ Կահիրե։ Այս տեքստը հուշում է Մերձավոր Արևելքում խաղի կանոնների հիմնարար փոփոխության մասին։ Ահա թե ինչ է թաքնված տողատակում։ Էրդողանը փորձում է օգտվել այն վակուումից, որն առաջացել է Իրանի շուրջ լարվածության պատճառով։ Տողատակում սա նշանակում է, որ Թուրքիան ոչ թե Իրանին է փրկում, այլ փորձում է զբաղեցնել նրա տեղը, որպես տարածաշրջանային գերտերություն, որը փաստացի կմիավորի արաբական երկրները։ Սա նաև ՆԱՏՕ-ից անկախ գործելու Թուրքիայի հավակնությունն է։ Որքան էլ Թուրքիան ու Իրանը մրցակիցներ լինեն, Անկարան հասկանում է, եթե Իրանը որպես պետություն կազմալուծվի կամ թուլանա, ինչպես Սիրիան կամ Իրաքը, ապա Թուրքիան կդառնա հաջորդ թիրախը։ Տողատակում այս այցերը ապահովագրություն են, ստեղծելու պատնեշ Իսրայելի ընդլայնման դեմ։ Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Եգիպտոս առանցքը տարիներ շարունակ թշնամական էր, հատկապես մուսուլման եղբայրների հարցում։ Այն, որ Էրդողանը գնացել է Կահիրե եւ Ռիադ, նշանակում է, որ վտանգն այնքան մեծ է, որ հին թշնամությունները կարծեք թե մոռացվել են։ Սա գոյատևման դաշինք է։ Տեքստում շեշտված ռազմական արդյունաբերության պայմանագրերը հուշում են, որ այս երկրները պատրաստվում են մի իրավիճակի, երբ ԱՄՆ-ն կարող է դադարեցնել զենքի մատակարարումը կամ սկսի պայմաններ թելադրել։ Թուրքիան առաջարկում է իր անօթաչուներն ու տեխնոլոգիաները, փոխարենը ստանալով արաբական ֆինանսավորումը։ Մեզ համար սա նշանակում է, որ Թուրքիայի ուշադրությունը եւ ռեսուրսները գնալով ավելի շատ են կենտրոնանում հարավային ուղղության վրա, մասնավորապես Իրան-Իսրայել արաբական աշխարհ։ Սա կարող է ստեղծել իրավիճակ, երբ Թուրքիան կփորձի լուծել հարավային Կովկասի հարցերը արագ եւ վերջնական, որպեսզի թիկունքն ապահով լինի մեծ տարածաշրջանային բախումից առաջ։
Ադրբեջանական As-Shield Defense եւ RD Smart ընկերությունները ներկայացրել են հարվածային եւ մասնագիտացված անօդաչու թռչող սարքերի տեսականի։ Սա տեղի է ունեցել Էր-Ռիադում ընթացող World Defense Show ցուցահանդեսի ժամանակ, հայտնում է ուկրաինական Միլիտարնի նախագիծը։ RD Smart-ը ընտանիքի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը, Քարթալ անօդաչու ռմբակոծիչն է, ինչպես նաեւ դրա հետախուզական տարբերակը Քարթալ M-ը։ Այս լուրը սովորական տեխնիկական հաշվետվություն չէ։ Այն մատնանշում է Ադրբեջանի ռազմաարդյունաբերության նոր որակը։ Եթե նախկինում Ադրբեջանը հիմնականում գնում էր իսրայելական կամ թուրքական ԱԹՍ-ներ, ապա այս ցուցադրությունը փաստում է, որ Բաքուն անցել է սեփական լայնածավալ արտադրության։ Տողատակում սա նշանակում է, որ պատերազմի ժամանակ նրանք այլևս կախված չեն լինելու մատակարարման տեմպերից։ Զենքը կարող են արտադրել հենց տեղում։ 30 կիլոմետր հեռահարությունը եւ ջերմատեսիլ կայանները ուշում են, որ այս սարքերը նախատեսված են ոչ թե հեռավոր թիրախների, ինչպես բայրակթարները, այլ անմիջական մարտական շփման գծի համար։ Տողատակում սա նշանակում է, որ Ադրբեջանը պատրաստվում է խրամատային կամ լոկալ բախումների, որտեղ անհրաժեշտ է կետային հարվածներ հասցնել ամենայն հավանականությամբ հայկական դիրքերին եւ տեխնիկային։ Այս տեխնիկան ներկայացվում է Էր-Ռիադում։ Սա ուղիղ կապի մեջ է նախորդ լուրի հետ, Էրդողանի այցի։ Տողատակում մենք տեսնում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի փորձը մտնելու արաբական շուկա։ Ադրբեջանը ցանկանում է դառնալ ոչ միայն սպառող, այլև զենք արտահանող երկիր։ Դրանով իսկ ամրապնդելով իր քաղաքական կշիռը մուսուլմանական կամ մահմեդական աշխարհում։ Ըստ էության Ադրբեջանը ցուցադրում է, որ իր ռազմական բյուջեն վերածվում է կոնկրետ մահաբեր գործիքների, որոնք փորձարկվել են 44-օրյա պատերազմում եւ հիմա կատարելագործվում են։ Սա լուրջ ազդակ է Հայաստանի համար։ Սեփական տեխնոլոգիական հակակշիռները, ՌԵՊ համակարգեր, հակաօդային պաշտպանություն եւ այլն արագացնելու հարցում։ Ադրբեջանական ալիքները փորձել են մեկնաբանել Ալեն Սիմոնյանի այցը Մոսկվա։ Ըստ Հաքինազի, Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի այցը Մոսկվա ակնհայտորեն տեղավորվում է նախընտրական քարոզարշավի տրամաբանության մեջ։ Ըստ կայքի Երևանի ընդհանուր արևմտամետ կուրսի պայմաններում սա ավելի շուտ հարկադրված տակտիկական մանևր է։ Հայաստանին անհրաժեշտ է Ռուսաստանի հետ հարաբերությունների իրավիճակային կարգավորում, ինչպես նաև հենց Ռուսաստանի Դաշնությունում կենտրոնացված ամենաստվար հայկական սփյուռքի աջակցությունը։ Ալեն Սիմոնյանի նախորդ այցը Մոսկվա տեղի էր ունեցել դեռևս 2021 թվականի հոկտեմբերին։ Նրա հարաբերությունները ռուսական ղեկավարության հետ մնում են բարդ։ Մոսկովյան քաղաքական շրջանակներում Սիմոնյանն ընկալվում է որպես հայկական քաղաքական էլիտայի ամենակոշտ, երբեմն բացահայտ հակառուսական հռետորաբանության ներկայացուցիչ։ Միևնույն ժամանակ պաշտոնական հանդիպումներում խոսնակը ցուցադրում է ընդգծված հաշտվողական տոն։ Այս հակադրությունը լավագույնս արտացոլում է Երևանի ներկայիս արտաքին քաղաքական գծի երկվությունը, գրում է կայքը։ Ըստ էության, ադրբեջանական կողմը փորձում է ցույց տալ, որ Հայաստանի իշխանությունները հետևողական չեն իրենց ժողովրդավարական եւ արևմտամետ արժեքների մեջ։ Նրանք ներկայացնում են Ալեն Սիմոնյանի այցը որպես երկերեսանիություն, թիրախավորելով ՀՀ իշխանության վարկանիշը թե երկրի ներսում, արևմտամետ ընտրողների շրջանում, թե արևմուտքի աչքերում։ Տեքստում շեշտվում է Սիմոնյանի հակառուսական անցյալը եւ Մոսկվայում նրա հանդեպ եղած բացասական վերաբերմունքը։ Սա արվում է ռուսական քաղաքական վերնախավին հիշեցնելու համար, որ ձեզ հետ փորձում է բանակցել մեկը, ով ձեզ չի սիրում։ Ադրբեջանը շահագրգռված է, որ Մոսկվա-Երևան ճակն ավելի խորանա, որպեսզի ինքը մնա Մոսկվայի միակ հուսալի գործընկերը տարածաշրջանում։ Նշելով, որ այցը զուտ նախընտրական տակտիկական քայլ է, ադրբեջանական լրատվամիջոցը փորձում է Հայաստանի ներսում ձևավորել կարծիք, թե իշխանությունը պատրաստ է ցանկացած առևտրի Մոսկվայի հետ, միայն թե պահի աթոռը։ Սա ուղղված է ընդդիմադիր դաշտի ակտիվացմանը եւ հանրային անվստահության խորացմանը։ Ադրբեջանը վախենում է, որ Հայաստանին իրոք կարող է հաջողվել մանևրել եւ ժամանակ շահել։ Նման հոդվածներով նրանք փորձում են փակել այդ մանևրելու տարածքը թե Ռուսաստանի, թե Արևմուտքին, հուշելով, որ Երևանը պարզապես խաղում է երկու կողմի վրա։ Փաստացի ադրբեջանական լրատվականների համար կարևոր է ստեղծել մի պատկեր, որտեղ Հայաստանը թույլ է, անկայուն եւ կանխատեսելի խաղացող չէ։ Նրանց նպատակն է զրկել Հայաստանին արտաքին աջակցությունից, ներկայացնելով մեզ որպես մի պետություն, որը չունի ստրատեգիա եւ առաջնորդվում է միայն ներքաղաքական օրակարգով։ Այսօր Կովկասում դրվեց մեծ պատերազմի հիմքերը։ Զոհերն արդեն ընտրվել են։ Թեհրանից այսպես են արձագանքել Վենսի այցին եւ Երևանում, Բաքվում ստորագրված փաստաթղթերին։ Իրանը ոչ մեկի հետ չի կատակում, երբ խոսքը վերաբերվում է իր անվտանգությանը։ Նշված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած տելեգրամյան ալիքներից մեկում։
Երբ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած աղբյուրները խոսում են ճակերտավոր մեծ պատերազմի հիմքերի մասին, դա նշանակում է, որ Թեհրանը հարավային Կովկասում Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաների, այս դեպքում փոխնախագահ Ջեյդի Վենսի ներկայությունն ու տորագրված փաստաթղթերը դիտարկում է որպես էկզիստենցիալ սպառնալիք։ Տողատակում սա ուղերձ է Երևանին եւ Բաքվին։ Արևմուտքի հետ ցանկացած ռազմական կամ ստրատեգիական գործարք մենք դիտարկելու ենք որպես թշնամական քայլ Իրանի դեմ։ Սա տեքստի ամենադաժան հատվածն է։ Տողատակում սա նշանակում է, որ Իրանը պատրաստ է ապակայունացնել իրավիճակը այն երկրներում, որոնք իր կարծիքով դառնում են պլացդարմ ԱՄՆ-ի կամ Իսրայելի համար։ Թիրախում կարող են լինել թե Ադրբեջանը, Իսրայելի հետ կապերի համար, թե Հայաստանը արևմուտքի հետ մերձեցման համար։ ԱՄՆ փոխնախագահի այցը եւ ստորագրված փաստաթղթերը, որոնք հավանաբար վերաբերվում են անվտանգությանը կամ էներգետիկային, Իրանի համար նշանակում են անվտանգության օղակի սեղմում։ Իրանը վախենում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ներքաշվել հակաիրանական կոալիցիայի մեջ։ Սա հոգեբանական ճնշման հնարք է։ Տողատակում սա նշանակում է, որ Իրանը կարող է դիմել պրոքսի ուժերի օգնությանը կամ ուղղակի ռազմական ներկայության մեծացմանը սահմաններին։ Եթե Թեհրանը զգա, որ իր հյուսիսային սահմանը դառնում է նատոական կամ ամերիկյան գոտի, նա պատրաստ է կանխարգելիչ գործողությունների։ Մենք թևակողում ենք մի փուլ, որտեղ Հայաստանը հայտնվել է երկու հսկա քարերի արանքում։ Մի կողմից ԱՄՆ-ն փորձում է պոկել տարածաշրջանը Ռուսաստանից եւ Իրանից, մյուս կողմից Իրանը սպառնում է պատերազմով, եթե այդ պոկումը տեղի ունենա իր անվտանգության հաշվին։ Իրանի արձագանքը ոչ թե ուղղակի դիվանագիտություն, այլ մարտահրավեր, որը կարող է հանգեցնել նոր էսկալացիայի։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Fast-Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Մնացեք մեզ հետ։